Պարոն Քոչարյանն ասաց Սամվել Կարապետյանի հետ դաշինքը շատ հավանական է, ես շատ բառացի չեմ ասում, բայց միտքը այն էր, որ Փաշինյանին հեռացնելու տարբերակներից մեկը այդ դաշինքն է, Սամվել Կարապետյանի ուժ պլյուս Քոչարյան։ Երրորդ ուժի հետ տեսակ բարդ չի պատկերացնել պարոն Քոչարյանի դաշինքը։ Երրորդ ուժը ոնց որ բոլորն էլ պետք է մերժի, էլի այս նախկին ներկայից։ Երրորդ ուժ, հա, ես նկատի ունեի խորհրդանի երրորդ ուժը։ Հա, ես հասկացա։ Երրորդ ուժը այն բանն է, Չեզոքը եւ Մաքրամաքուրը, Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ես կարծում եմ նա ուղղակի ուզում է վարկանիշը գցի Սամվել Կարապետյանի, որովհետեւ կարծում նրա որդին, թե եղբոր որդին ասաց, որ մենք չենք պատրաստվում որևէ մեկի հետ գնալ համագործակցության, խորհրդանի մասին չասաց, բայց դե, այսինքն եթե Ռոբերտ Քոչարյանը չուզենար վատություն աներ այսպես Սամվել Կարապետյանին, նա մինչև ընտրությունները էսի բան չէր ասի, բայց քանի որ այստեղ լիդերների մրցույթ է տեղի ունենում, ով է Պուտինին ավելի շատ սիրում, ինքը ամեն ինչ կանի, որ ասի մենք իրար հետ ենք, մեկ է ժողովուրդ, ինձ էլ ձայն տակ, իրան էլ տակ, մենք մի ուժ ենք։ Սա արդեն իրանք էլ միասնական չեն, չէ, որ այդ պրոռուսական շրջանակը պայքարում է ամեն մեկը իր, ոնց ասեմ, կերակրատաշտի համար։